Շարունակվում է առավոտ լսուն սիրելի հեռուստադիտողներ եւ այսօրվա եթերի ընթացքում ոչ միայն խոսելու ենք երեխաների առողջության մասին, այլ նաեւ երեխաների ու դեռահասների անվտանգության, մասնավորապես կիբերանվտանգության, որովհետեւ կիբերչատը Հայաստանում երեխաների եւ դեռահասների համար ստեղծված առաջին աջակցման հարթակն է, որը նախատեսված է օգնելու մինչև 18 տարեկան մարդկանց, նրանց ծնողներին եւ ուսուցիչներին հասկանալ եւ բացատրել, թե ինչպես կարող են պայքարել առցանց վտանգների դեմ։ Այս ամենի մասին ավելի մանրամասն կպատմեն մեր հյուրերը։ Մեր հյուրերն են UNICEF-ի արդարադատության մատչելիության ծրագրերի ղեկավար Վիկտորիա Օհանյանը եւ Կիբերհաբ ծրագրերի ղեկավար Ալեքսանդր Մարտիրոսյանը։ Բարի լույս։ Բարի լույս։ Դե եկեք միանգամից սկսենք այս կարևոր ու բուռն թեմայից զրուցել, ժամանակը շատ քիչ է, հարցերը շատ են։ Ինչ է կիբերչատը եւ ինչ խնդիրներ է այն լուծում։ Ես երևի շատ կարճ անդրադառնամ, հետո Վիկտորիան կպատմի նախապատմությունը։ Կիբերչատը առցանց հարթակ է, որը շատ պարզ 3 ուղղություններով լուծումներ է առաջարկում երեխաներին, ծնողներին, մանկավարժներին, ինչպես կանխել առցանց վտանգները, առաջին հերթին կանխարգելել, ճանաչել նաև ինչ-որ առումով եւ հետո ինչպես պայքարել դրանց դեմ։ 3 ուղղություններն են տեխնիկական, այսինքն ինչ կոճակներ սեղմել, ուր գնալ, ոնց անել, որ վերջում լավ ստացվի։ Երկրորդ ուղղությունը իրավականն է, երբ որ խնդիրը բավականին լուրջ է, այսինքն հետապնդում են, շանտաժի են ենթարկում, եւ ծնողն է միանում երեխայի դիմումին ու ցանկանում են իրավական ճանապարհով լուծում ստանալ, եւ երրորդը հոգեբանական աջակցությունն է, որը փոխկապակցված է նախորդ երկուսի հետ, կախված թե էմոցիոնալ ինչ վիճակում է գտնվում այս պարագայում զոհը։ Վիկտորիան երևի ավելի մանրամասն։ Նաև խնդրենք նախապատմության մասին, թե ինչու առաջացավ խնդիրը ստեղծելու այս հարթակը։ Իրականում UNICEF-ը սկսել է զբաղվել այս հարցով դեռևս 2023 թվականին, երբ մի փոքր հետազոտություն արեցինք հասկանալու համար, թե ինչպիսին է Հայաստանում երեխաների, հատկապես դեռահասների շրջանում առցանց անվտանգության հետ կապված իրավիճակը եւ բավականին հետաքրքիր բաներ պարզվեցին այդ հետազոտությունից, մասնավորապես, որ երեխաները շատ ավելի շատ իրավիճակներ են բախվում, քան մենք մեծերս գիտենք, որովհետեւ պաշտոնական վիճակագրությունը շատ աղքատ է այս մասով։ Բացի այդ, երեխաները մեծահասակներին գրեթե չեն դիմում, այսինքն չեն համարում մեզ հեղինակավոր խումբ այս առումով եւ դիմում են կամ իրենց հասակակիցներին կամ դիմում են համացանցի օգնությանը իրենց խնդիրները լուծելու համար։ Այդ խնդիրները շատ բազմազան են, անձնական տվյալների կորստի կամ, չգիտեմ, գոհության հետ կապված հարցերից սկսած մինչև կիբերբուլինգ, մինչև սեռական շահագործում առցանց։ Եվ դա պայմանավորված է առաջին հերթին նրանով, որ տեխնոլոգիան զարգանում է շատ արագ, մենք չենք հասցնում տեխնոլոգիայի հետևից, ծնողները որպես կանոն չունեն բավարար գիտելիքներ, բացի իրազեկվածությունից, նաև գիտելիքներ չունեն, ինչպես օգնեն երեխաներին, եւ այստեղից առաջանում է այդ սերնդային անջրպետը։ Եվ դրանից ելնելով մենք հասկացանք, որ շատ կարևոր է ունենալ մի հարթակ, որտեղ երեխաները կկարողանային դիմել վստահելի մասնագետներին, եւ այդ եղանակով մենք կապում ենք երեխաներին վստահելի մեծահասակների հետ, որովհետեւ երբ երեխաները միայնակ են մնում իրենց խնդիրների հետ կամ այլ դեռահասների հետ են մնում, դա ինքնին խնդիր է։ Եվ քանի որ ծնողները կամ ուսուցիչները այստեղ շատ լուրջ հեղինակավոր խումբ չէին հանդիսանում, կիբերչատը եկավ որպես լուծում, որովհետեւ երեխաները իրենք կարող են դիմել մասնագետներին, կարող են դիմել նաեւ անանուն, կարող են դիմել ծնողների հետ միասին, ծնողները կարող են դիմել երեխաների հարցերով, մասնագետները նույնպես կարող են դիմել երեխաների հարցերով, եւ այդ կարևորագույն կամուրջը, որը կապում է երեխային եւ երեխայի առցանց խնդրին, լուծման հետ, օգնության հետ, հաղորդման հետ, զեկուցման հետ, այդ կամուրջը ձևավորվեց իդեմս UNICEF-ի եւ CyberHub-ի համագործակցությամբ, որի արդյունքում ստեղծվեց կիբերչատը եւ այդ կապակցությամբ իսկապես շատ ուրախ ենք։ Իսկ դիմումները շատ են։ Ուղիղ դիմումները զանգերի մեզ գրելու միջոցով օրական լինում է միջինում 3 դիմում ենք մենք ստանում, սկսած օգտահաշիվը կոտրելու հասանելիության խնդիրներից, մինչև շանտաժի դեպքեր, գումարի պահանջի դեպքեր, անձնական տվյալները խմբագրելու միջոցով անձին վնաս հասցնելու դեպքեր, արհեստական բանականությամբ կամ այլ գործիքներով անձնական տվյալները վերարտադրում են տարբեր ձևերով եւ էլի շանտաժի են ենթարկում նույն սկզբունքով։ Քիչ, բայց ունենք նաեւ սեռական շահագործման հետ կապված դեպքեր,
թվում է թե այս թեման որոշակիորեն տաբու է մեր երկրում, բայց բոլոր դեպքերում այդ ռիսկը շատ իրատեսական է ու երեխաները դիմում են այդ հարցերով։ Մեր խնդիրն է վստահելիության եւ ճանաչելիության բարձրացումը ապահովել, որպեսզի կարողանան առավել ապահով զգան իրենց, երբ որ իրենք դիմում են մեզ ու վստահ լինեն, որ իրենց անձնական տվյալները մեր կողմից չեն որևէ կերպ օգտագործվելու, հա, այստեղ շատ կարևոր սկզբունք է նաև անանունության սկզբունքը, եւ դրա համար մենք ունենք առանձին chat-bot Telegram պլատֆորմում, որտեղ որ ընդհանրապես մի քանի դեմոգրաֆիական հարցի են պատասխանում, որ մարզից են, ինչ տարիքի, հա, անձնական նույնականացման ոչ մի տվյալ չեն տալիս, ընդ որում այս տեղեկությունները chat-bot-ը հավաքում է, որպեսզի մենք ունենանք որոշակի վիճակագրություն եւ պատկերացում, թե որ մարզերում, որ տարիքային խմբի եւ որ սեռային բաշխվածության, հա, դրամաբանության մեջ են խնդիրները դասավորված։ Այդ մեզ օգնելու է, որպեսզի հետագայում մեր ռազմավարությունները ավելի զարգացնենք, նաև կրթության նախարարության հետ համագործակցենք։ Այս կիբերչատի շրջանակում մենք նաև համագործակցում ենք ներքին գործերի նախարարության հետ եւ ծանր դեպքերի պարագայում կամ դեպքեր, երբ հասկանալ, որտեղ է ավարտվում այդ գաղտնիության սահմանը եւ հստակ հասկանալով, որ երեխայի կյանքին վտանգ է սպառնում, թե սեռական շահագործման, թե հետապնդումների այդ վարկածներով եւ դուք արդեն այդ սահմանը հատելով նաեւ տալիս եք հաղորդագրություն, որ เป զի պաշտպանեք երեխային։ Իրականում մեր շրջանակը ավելի լայն է եւ միշտ չէ որ մենք զոհի մասին ենք տեղեկություններ տալիս, մենք շատ հաճախ տեղեկություններ ենք փոխանցում անձի մասին, որը որ հանցագործությունն է իրականացնում եւ ընդ որում ոչ միայն հատուկ դեպքերով, այլ նաեւ գլոբալ շատ հաճախ կան օգտատերեր, որոնք որ իրենց վրա լիազորություն են վերցրել, օրինակ դասյարակել հայ աղջիկներին համացանցում եւ ովքեր որ մի քիչ կարճ են հագնում, մի քիչ իրենց ստանդարտներից դուրս, հա, իրենց կարծրատիպերից դուրս վարքագիծ են դրսևորում, իրենք որոշում են, որ այդ երեխեքի նկարները պիտի դնեն ու ինչ որ լեկցիաներ կարդան, հա, նման մոտեցումների պարագայում եւս մենք աշխատում ենք ու նաեւ համագործակցում ենք մեդիա պլատֆորմների հետ, Meta-ի հետ, TikTok-ի հետ, որպեսզի ծայրահեղ իրավիճակներում կարողանանք արագ կապի դուրս գալ ու արգելափակման ինչ որ գործիքներ ներդնել։ Համացանցի բժիշկներն եք դուք։ Փորձում ենք լինել։ Իսկ ծնողների հետ ինչպես եք համագործակցում, ծնողների, դպրոցների։ Օրինակ վերջերս մեդիագրագիտության շաբաթներ Հայաստանում, որը կրթության նախարարության եւ մեդիա նախաձեռնությունների կենտրոնի համատեղ արշավն է, ամեն տարի լինում է ու մենք բարբերաբար գնում ենք դպրոցներ, երեխաների համար ենք դասընթացներ անում, ծնողների համար ենք զրույցներ, ծնողների հետ ենք զրույցներ ունենում, հա, առցանց տարբերակով դասախոսություն չասեմ, բայց առաջիկան նախատեսում ենք Meta-ի հետ համագործակցությամբ տեսանյութերի շարք հրապարակել, որը Meta-ն ինքը իր ալգորիթմներով եւ վոուչերներով պատրաստ է առաջ խաղացնել, որպեսզի հասնի այն մարդկանց, ովքեր որ մեր թիրախն են հանդիսանում։ Սոհիանալի քայլին հավելեմ, որպեսզի պատկերացնենք, թե այս ամբողջ ջանքը, որը ներկայումս ներդնում է Cyber Hub-ը, ինչ ավելի մեծ պատկերի մի մաս է, մենք ներկայումս աշխատում ենք նաև կառավարության հետ, բարձրագույն տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, կրթության նախարարության եւ մյուս գործընկերների, որպեսզի ունենանք Հայաստանում համապարփակ օրենսդրական կարգավորումներ, որոնք նվիրված են առցանց միջավայրի անվտանգությանը երեխաների համար, դա եւ ստանդարտներն են, ինտերնետ պրովայդերների համար, մյուս կազմակերպությունների համար, դա օրենսդրական հիմքն է, որի վրա կարելի է կառուցել նաեւ պատասխանատվության մեխանիզմներ, դա մի կողմն է ծրագրի, մյուս կողմը դա հենց helpline-ի, chat-ի, հարթակի միջոցով աջակցությունն է այն երեխաներին, ծնողներին, մասնագետներին, որոնք բախվում են խնդրին կամ խնդրի մասին տեղեկանում են, եւ ունենք անպայման իհարկե նաեւ կրթության մաս, ընդ որում եւ իրազեկման ծրագրերի մակարդակում եւ հենց կրթական եւ Cyber Hub այստեղ եւս մեր գործընկերն է, բայց ունենք նաեւ այլ գործընկերներ, ծնողների համար ունենք օրինակ ծնողավարությունը թվային դարում դասընթաց, որ անում ենք ծնողի դպրոց հասարակական կազմակերպության հետ համատեղ, որտեղ շեշտադրում արդեն դնում են դրա վրա, թե ինչպես ծնողը այս իրավիճակում, այս դարում, որտեղ թվային սարքերը երեխայի կյանքի մի մասն են դառնում,
կարողանա ծնողավարել այնպես, որպիսի մենք կարողանանք կանխարգելել բազմաթիվ ռիսկեր եւ առաջանալու դեպքում էլ դրանց արձագանքել։ Եվ կարծում եմ առաջիկա 1-2 տարիների ընթացքում պետք է ունենանք բավականին լուրջ առաջընթաց այս ոլորտում։ Իրականում UNICEF-ը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում, որոնք իսկապես օգնում են ավելի լավ, ապահով հասարակություն եւ քաղաքակիրթ հասարակություն ունենալու համար, բայց արդյոք նախորդ բոլոր ծրագրերի վիճակագրությունները եւս հիմք են հանդիսացել, որ կիբերչատը հստակ հասկանա որտեղ, որ մարզում, որ թիրախային խումբն է իրենը եւ կարողանանք նաեւ այս առումով էլ ավելի մոտ լինել այն մարդուն, որն իսկապես ունի այս հարթակի կարիքը։ Շնորհակալություն, հետաքրքիր է սիմվոլիկ օր ենք այստեղ, որովհետև 46 թվականին հենց դեկտեմբերի 11-ին UNICEF-ը հիմնադրվեց առաջին անգամ որպես կազմակերպություն։ Շատ կարևոր հարց եք բարձրացնում իրականում։ Մենք միշտ տվյալների պակաս ունենք, մանավանդ այս թեմայով ունենք տվյալների պակաս, բայց 23 թվականի տվյալները մեզ թույլ տվեցին հասկանալ ինչ ֆորմատով եւ բովանդակությամբ պետք է ունենանք կիբերչատը, որպեսզի այն օգտակար լինի։ Ներկայումս շարունակվում են հետազոտությունները, մեծ հետազոտություն ունենք, որը այս առաջիկա շաբաթում լույս կտեսնի եւ մամուլը կտեղեկանա դրա մասին, վերջ տալ վնասին, որը արդեն նվիրված է առցանց ավելի բարդ խնդիրների, սեռական շահագործման եւ նմանատիպ իրավիճակների վերաբերյալ տվյալներին Հայաստանում, որը մեզ ավելի շատ տվյալ կտա այն մասին, թե ինչպիսին է իրավիճակը, եւ դա կինֆորմացնի մեր հետագա փոփոխությունները ծրագրում, որովհետև առանց տվյալների հնարավոր չի բնականաբար, բայց ուզում եմ նաև ասել, որ կիբերչատը ինքը տվյալներ է գեներացնում այն առումով, որ այդ փոքր քանակով ստատիստիկան, որի մասին Ալեքսանդրը խոսեց, թույլ է տալիս հասկանալ աղջիկները ավելի շատ ինչ խնդիրների հետ են բախվում, տղաները ավելի շատ ինչ խնդիրների հետ, որ տարիքի դեպքում եւ հետեւաբար ըստ դրա ընտրել ճիշտ ուղիներ հասնելու երեխաներին եւ ճիշտ մեթոդներ աշխատելու նաեւ մեծահասակների հետ։ Իրականում շնորհակալ ենք այն գործունեության համար, որ ծավալում եք եւ որ ստեղծում եք նոր հարթակներ, որ նաեւ կիբերհարթակներում, վիրտուալ իրականության մեջ մարդիկ, մասնավորապես երեխաները լինեն պաշտպանված։ Մենք կհետևենք բոլոր նորություններին, որպեսզի մեր հեռուստադիտողներին եւս պատմենք, ու քանի որ մեզ հիմա հետևում են շատ ծնողներ, ուսուցիչներ, հիշեցնենք կիբերհաբ որոնեք գտեք, կիբերչատ ներողություն, որոնեք գտեք եւ եթե կա խնդիր, անպայման դիմեք, մասնագետները կարձագանքեն շատ արագ։ Շնորհակալություն։ Շնորհակալ ենք շատ։ Ձեզ ենք Շնորհակալություն ձեզ։ Իսկ մենք շարժվենք առաջ, լսենք երաժշտություն եւ վերադառնանք։